Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի արդյունքներով ստորագրվել են մի շարք կարևոր փաստաթղթեր. ստորագրվել է Հայաստան-Եվրամիություն կապակցվածության գործընկերության փաստաթուղթը, որի նպատակն է խթանել ներդրումները Հայաստանում։ Եվրամիությունը հայկական ընկերություններին եւ հիմնադրամներին փոխանցել է 6 մտադրության նամակ։ Նախաստորագրվել է նաեւ սահմանների կառավարման ոլորտում օպերատիվ համագործակցության պայմանավորվածություն Հայաստանի ներքին գործերի նախարարության եւ Եվրամիության սահմանային գործակալության միջև։ Բացի այդ, Եվրամիությունը Հայաստանին ներկայացրել է մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի առաջընթացի զեկույցը, որը ներառում է առաջարկություններ ապագայում լիարժեք վիզային ազատականացման հասնելու համար։ Ամենակարևոր արձանագրումն այն է, մենք Ադրբեջանի հետ ունենք խաղաղություն, ընդգծել է Փաշինյանը։ 40 տարի Հայաստանը եւ Ադրբեջանը ապրել են թշնամության միջավայրում։ 40 տարի ապրել են թշնամության միջավայրում։ Եվ հնարավոր չէ ուղղակի անջատի չանջատել, թշնամանքի անջատի չանջատել եւ խաղաղության կոճակը սխմել եւ թշնամությունը վերջ այլևս գոյություն չունի եւ այլևս միայն խաղաղություն է։ Սա ես ասում եմ նրա համար, որ եւ Հայաստանում եւ Ադրբեջանում դեռևս կարելի է տեսնել խոսույթներ, որոնք բխում են կոնֆլիկտի ժամանակներից, բայց մենք պետք է հասկանանք, որ դա անխուսափելի իներցիոն գործընթաց է, որովհետև ել եմ ասում, այդ գործընթացը հնարավոր չէ, նույնիսկ եթե հիմա խաղաղության համաձայնագիրը ստորագրված եւ վավերացված լինել, որովհետև խաղաղության ամենակարևոր ինստիտուցիոնալացումը այն է, որը տեղի է ունենում մարդկանց մտքերում եւ սոցիալ հոգեբանական մակարդակում։ Եվ թույլ տվեք ասել, որ իրականում այս ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները իրանք իհարկե թվերով արտահայտված չեն, բայց թույլ տվեք արտահայտել իմ համոզմունքը, որ այդ ուղղությամբ ինստիտուցիոնալացումը տեղի է ունենում շատ ավելի արագ, քան նույնիսկ կարելի էր սպասել։ Այսօրվա գագաթնաժողովը կարևոր ուղենիշ է Եվրոպական միության եւ Հայաստանի միջև գործընկերության խորացման մեջ, նշել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։ Այն արտացոլում է մեր վերջին տարիների նշանակալի նվաճումները եւ քաղաքացիների եւ հասարակությունների համար շոշափելի օգուտներ բերելու մեր ընդհանուր հավակնությունը։ Սա մեր երկու երկրների միջև նոր մթնոլորտի վկայությունն է։ Կայուն եւ բարեկեցիկ հարավային Կովկասը Հայաստանի ապագայի եւ Եվրոպական միության հիմնաքարն է։ Պորտուգալիան կշարունակի աջակցել տարածաշրջանային կայունությանն ու նորմալացման գործընթացին, ձեզ հետ զուգընթաց աշխատելով հանուն ձեր երկրի համար ավելի լավ ապագայի։ Հայաստանը կարող է դառնալ Եվրոպայի եւ Ասիայի միջև փոխկապակցվածության Եվրոպական միությունը Հայաստանի եւ ավելի ընդգրկուն տարածաշրջանի համար խոշոր երկարաժամկետ գործընկեր է։ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիր է ստորագրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Փաստաթղթերի ստորագրումից հետո Փաշինյանը եւ Մակրոնը համատեղ հայտարարություն են արել, Հայաստանը վստահ քայլերով շարժվում է դեպի Եվրոպա, ընդգծելով, որ եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ է, նշել է Մակրոնը։ Merci, Monsieur le Premier ministre, cher Nicole, mesdames, messieurs. Հայաստանը վճռականորեն ընտրել է խաղաղության եւ բարգավաճման ուղին, ամրապնդել է իր ժողովրդավարությունը, չնայած փորձություններին։ Հայաստանը վճռականորեն շարժվում է դեպի Եվրոպա եւ միշտ եղել է եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ։ Այդ առաջընթացը եվրոպական քաղաքականության ոլորտում կարելի է ասել ակնհայտ է ինձ համար այս վերջին 2 օրերի ընթացքում։ Ֆրանսիայի եւ Հայաստանի միջև բարեկամությունը ձևավորվել է ընդհանուր պատմության եւ անսասան եղբայրության հիմքով, եւ այս հարաբերությունները այժմ նոր շրջադարձ են ապրում։ Այս ամենը 8 տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել, կազմակերպել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով Երևանում, կազմակերպել Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողով։ Մենք ցանկանում ենք եւ հաստատակամ ենք ձեզ ուղեկցել կայուն խաղաղության ճանապարհին։ Այսօր ստորագրված համաձայնագրերը նոր ուղի են բացում առաջիկա տարիների համար։ Ֆրանսիացի լրագրողը հարց է ուղղել Մակրոնին կապված նրա հնչեցրած հայտարարության հետ, խոսեցիք Հայաստանում անցկացվելիք ընտրություններում ռուսական միջամտության մասին, դուք աջակցում եք վարչապետին այստեղ Երևանում, ընտրություններից 1 ամիս առաջ ձեր այդ աջակցությունը միջամտություն չէ։ Ստանձնում եմ այս աջակցությունն այն գործընկերոջ հանդեպ, ում վստահում եմ արդեն 8 տարի։ Փաշինյանին աջակցում եմ այնպես, ինչպես Սանդուին։ Սա միջամտություն չէ, բայց դա նույնը չէ, ինչ այդ տեղեկատվական մանիպուլյացիան, փորձելով ապակայունացնել իրավական պետությունը։ Տարբերությունը սրանում է, բոլոր հարաբերությունները բացահայտ ներկայացված են, եւ հակառակ դրան կան այլ միջամտություններ օտարերկրյա գործակալների միջոցով Մոսկվայի պատվերով, որոնք փորձում են կեղծել ժողովրդավարությունը։ Ես չեմ կեղծում։
մենք այսօր Հայաստանի վարչապետը բարձր է գնահատել Ֆրանսիայի եւ անձամբ նախագահ Մակրոնի ցուցաբերած աջակցությունը Հայաստանին։ ամենաառանցքային նորություններից մեկը, որ տեղի է ունենում եւ տեղի է ունեցել Հայաստանում, այդ մեր տարածաշրջանում խաղաղության հաստատումն է։ Ես ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ այս արդեն իսկ իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթղթով Ալմատայի հռչակագիրը ընդունված է որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման կարևորագույն սկզբունք եւ նաեւ այդ սկզբունքը արձանագրված է նախաստորագրված խաղաղության համաձայնագրում եւ ըստ էության մենք խաղաղության ճարտարապետությունը հիմնված է Ալմատայի հռչակագրի հիման վրա Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ սահմանների անխախտելիության ճանաչումը եւ ես ուզում եմ ասել, որ այդ ճարտարապետության գործում առանցքային է, առանց որևէ չափազանցության առանցքային է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դերը եւ այդ արձանագրումը տեղի է ունեցել մեր ներկայությամբ, որտեղ նախագահ Մակրոնը հետեւողականության, ճկունության եւ դիվանագիտական առանձնահատուկ հմտությունների շնորհիվ կարողացավ մեզ եւ Ադրբեջանի միջև այս համաձայնությունը արձանագրել։ Այսօր Երևանյան երկխոսություն համաժողովում վարչապետ Փաշինյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի աշխարհագրական դիրքի ընկալումը էապես փոխվել է։ Նրա խոսքով, թեև Հայաստանը ֆիզիկապես նույն տեղում է, այսօր այն այլ կերպ է դիտարկվում, նախկինում այն համարվում էր բարդ տարածաշրջանում գտնվող երկիր ռիսկերով ու խնդիրներով, իսկ այժմ ընկալվում է որպես արևելքն ու արևմուտքը կապող ամենակարճ ճանապարհ։ Նույն համաժողովի ժամանակ Ֆրանսիայի նախագահը խիզախություն է համարել այն, որ Հայաստանը գտել է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու ուղիները։ Հարավային Կովկասը չպետք է լինի կայսրությունների մրցակցության վայր, որոնք տարածաշրջանը դիտարկում են որպես ավար, մրցանակ միմյանց դեմ հանելով տեղի ազգերին։ Հարավային Կովկասը կարող է վերականգնել իր կենտրոնական դիրքը Եվրոպայի, Ասիայի եւ Մերձավոր Արևելքի միջև, եւ Հարավային Կովկասում հնարավորություններ կան լինելու խաչմերուկ այս տարածաշրջանում, լինել այդ միջին միջանցքը եւ սա ենթադրում է սահմանների բացում, մասնավորապես հայ-թուրքական։ 2020 թվականի պատերազմը, այն ինչ դուք ապրեցիք, այն ողբերգությունը, որ շատ ընտանիքներ վերապրեցին, տեսան, որ դա այն հովանավորչությունը չէ, որ շատերը պատկերացնում էին։ Տեսանք, որ Ռուսաստանը լքեց Հայաստանին, հասկացանք, որ այդ երազանքներն իրականություն չեն։ Բոլորը կարծես սովորել են, որ նա պետք է լինի տարածաշրջանում հովանավոր, որովհետև Հարավային Կովկասը կարծես միշտ պետք է պաշտպանվի ինչ որ մեկի կողմից։ Հայաստանի ընտրած խաղաղության ճանապարհն իրատեսական է, Հայաստանն ունի եվրոպական կոչում, եվրոպական ճակատագիր։ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քելեչը հայտարարել է, որ հայ-թուրքական գործընթացը նախ եւ առաջ վստահության ձևավորման եւ ամրապնդման մասին է, ոչ թե արդեն լիարժեք կարգավորման։ Նրա խոսքով վերջին տարիներին զգալի առաջընթաց է գրանցվել, որը նախկինում դժվար էր պատկերացնել։ Հսկայական աշխատանք է արված։ Մենք փորձում ենք անել բոլոր այն քայլերը, որոնք լիովին կկարգավորեն հարաբերությունները մեր երկու երկրների միջև, բայց մենք չենք կարող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը առանձնացնել ընդհանուր տարածաշրջանային կապակցվածության ջանքերից։ Սրանք առանձնացնել չենք կարող եւ չենք կարող կապակցվածությունը միայն տրանսպորտի եւ երկաթուղիների հաղորդուղիներով սահմանափակել։ Շատ կարեւոր ոլորտներ կան, որտեղ պետք է մեր ջանքերը ներդնենք։ Համացանցային կապուղիները, օդային ուղիները շատ կարեւոր են։ Վերջերս մենք համաձայնագիր ենք ստորագրել հայկական ընկերությունների հետ համացանցային կապուղիների հետ կապված, որպեսզի ավելի լավ ծառայություն մատուցենք հայ ժողովրդին։ Մենք պետք է ավելի ընդլայնված մոտեցում ունենանք կապակցվածության հաղորդուղիների այս գաղափարին։ Ես ունեմ իմ պատկերացումները, թե ով եւ ինչպես է առաջարկներ անելու։ Ընդհանուր առմամբ ես զգում եմ, որ ցանկացած գաղափար ընդլայնելու եւ զարգացնելու հարաբերությունները կամ երկարաժամկետ խաղաղություն ստեղծելու համար պետք է գան այս տարածաշրջանից, ներսից պետք է գան, պետք է ժողովուրդը տեր լինի այդ որոշումներին։ Սա կարևոր է մեզ համար։ Արդեն կուլիսներում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը ասել է, որ Հայաստանում զգում է իրեն ինչպես տանը։ Սահմանի բացման մասին հարցին Երևանում գտնվող թուրք պաշտոնյան ասում է, որ բացման ժապկետների մասին տեղեկություն չունի, բայց քննարկումները դեռ շարունակվում են։ Պատրաստվում ենք բացել ենթակառուցվածքները, պատրաստ են, բայց որոշ խնդիրներ կան, որ դեռ պետք է լուծվեն տեխնիկական եւ բյուրոկրատական։ Լրագրողի մյուս հարցին արդյոք Թուրքիան քաղաքական կամք ունի սահմանը բացելու, Քլիչը վստահ պնդել է, թե Թուրքիան այդ կամքն ունի 2022-ից։ Oldukça geniş bir yelpazede
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատության է ենթարկել Եվրամիությանը, նշելով, որ առանց Թուրքիայի լիիրավ անդամակցության այն չի կարող լինել գլոբալ դերակատար։ Մեկնաբանելով Եվրամիության հետ հարաբերությունները, նա Բրյուսելին կոչ է արել հարգել Անկարայի կառուցողական դիրքորոշման արժեքը, չչարաշահել այն եւ զերծ մնալ այն վտանգող գործողություններից։ Ըստ Էրդողանի, Եվրոպան այսօր ավելի շատ Թուրքիայի կարիքն ունի, քան Թուրքիան Եվրոպայինը։ Վաղը դրա անհրաժեշտությունն ավելի մեծ կլինի, քան այսօր։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին զգուշացրել է, որ Իրանը կվերանա երկրի երեսից, եթե թիրախավորի Հորմուզի նեղուցը վերաբացել ցանկացող ամերիկյան նավերը։ Զգուշացումը հնչում է այն ժամանակ, երբ Վաշինգտոնը առաջ է տանում ծովային գործողություն ուղեկցելու առևտրային նավերին Պարսից ծոցում, որտեղ ավելի քան 800 նավ եւ շուրջ 20,000 անձնակազմ մնացել են փակված նեղուցի երկայնքով։ Թրամփը նշել էր, որ Իրանի պաշտոնյաները վերջին բանակցություններում դարձել են շատ ավելի ճկուն, իսկ նախորդին Թեհրանը պնդում էր, թե Հորմուզի նեղուցում հրթիռակոծել է ամերիկյան ռազմանավ։ Վաշինգտոնը հերքել է լուրերը։ Եթե մենք այսօր դուրս բերեինք մեր ուժերը, Իրանից 20 տարի կպահանջվեր իրենց երկիրը վերականգնելու համար, հավելել է ԱՄՆ նախագահը։